Երևան գիտական հոդվածների ժողովածուում տեղ գտած Տարոն Մարգարյանի գործունեությանը նվիրված ավելի քան 10 էջանոց հոդվածը միանշանակ գիտական է, իսկ ովքեր այն ոչ գիտական են անվանում, հեռու են գիտությունից։ Պնդում է հոդվածի հեղինակ, արվեստագիտության դոկտոր պրոֆեսոր Աննա Ասատրյանը, ում հոդվածը հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում Երևանի քաղաքապետին ուղղված ձոն հիշեցնող մի քանի ընդգրկում պարբերությունների պատճառով։ Ասեմ ձեզ, այդ իմիջայլոց, որ այս մասին Տարոն Մարգարյանն տեղյակ չի, որ ես գիրք եմ գրելու իր մշակութային գործունեության մասին։ Ես դա անելու եմ, որովհետև մեր գիտության կարևորագույն խնդիրներից մեկն էլ մեր ժամանակակից եթե արվեստագիտության մասին է, խոսքը, մեր արվեստի երևույթները պատմականացնելն է։ Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, հանրային խորհրդի, ինչպես նաև Երևանի ավագանու հանրապետական խմբակցության անդամ Աննա Ասատրյանը մայրաքաղաքի երաժշտական կյանքի առաջընթացի հարցերը Երևանի քաղաքապետի ամենօրյա հոգատարության առարկա վերնագրված հոդվածում գրում է. Տարոն Մարգարյանն իր պաշտոնն ընկալում է ոչ թե որպես վայելք ինքնահաստատման միջոց, այլ սեփական ժողովրդին տվյալ դեպքում երևանցուն ծառայելու հնարավորություն։ Մեկ այլ էջում նա շարունակում է. մեջբերենք Մարգարյանի անձնական միջամտությամբ 2013 թվականի ապրիլին Ակադեմիայի բակում տեղադրվեցին Երևան մակնիշի նստարաններ, իսկ վերջերս ասֆալտապատվեց Ակադեմիայի բակային տարածքը։ Հարցին թե արդյոք նման բովանդակությամբ հոդվածը գիտական է, Ասատրյանը նշեց. Ես չեմ համարում, դա այդպես է։ Սա գիտական աշխատություն է։ Մեջբերեցինք մեկ այլ հատված. կենսական տարբեր գործոններ ու հանգամանքներ, ինչպես ընտանեկան ճիշտ ու հիմնարար դաստիարակությունը, առողջ եւ ուսանելի կենսափորձը, բնատուր բարությունն ու լավատեսական խառնվածքը Տարոն Մարգարյանի մեջ ձևավորել են մարդկային բնավորության այնպիսի առաքինի գծեր, ինչպիսիք են հայրենասիրությունը, պարտքի ու պատասխանատվության բարձր զգացումը, ազնվությունն ու հավատարմությունը։ Ինչն է այդտեղ, որ ճիշտ չի։ Եթե խոսում ես մարդու մասին, բնականաբար նրա մարդկային նկարագիրը դու պիտի տաս։ Դա անխուսափելի է։ Ու եթե ինչ-որ մարդիկ ասում են ուրիշ բան, որ եթե ես սուտ բան գրած լինեի։ Երևանի ավագանու անդամը, ով պատրաստվում է Տարոն Մարգարյանի մշակութային գործունեության մասին գիրք գրել, իր հեղինակած հոդվածը անցյալ տարեվերջին ներկայացրել է նաև գիտաժողովի ընթացքում, որին ներկա մի քանի գիտնականներ Ազատության հետ զրույցում չտեսագրվելու պայմանով նշեցին, որ Ասատրյանի զեկույցի ընթացքում զարմացած հայացքներ են փոխանակել, որովհետև նա այդ ամբիոնը ևս օգտագործել է Երևանի քաղաքապետի հասցեին գովեստի ու հիացմունքի խոսքեր հնչեցնելու համար։ Երևան գիտական հոդվածների ժողովածուի պատասխան խմբագիր Արմինե Սարգսյանը նախորոք ծանոթ լինելով ու խմբագրելով Ասատրյանի հոդվածը դրանում որևէ արտառոց բան չի նկատել։ Այսօր խոսքի ազատությունն է, իր այսպես զգացմունքներին ազատություն է տվել եւ կարծում եմ դա որակավորել գիտական կամ ոչ գիտական այնքան էլ կարևոր չէ։ Այս պահին Տարոն Մարգարյանի հատվածների վերաբերյալ ինձ թվում է հեղինակը իր զգացմունքային տեսակետն է արտահայտել ընդհանրապես։ Արմինե Սարգսյանից հետաքրքրվեցինք, արդյոք զգացմունքային տեսակետով համեմված հոդվածի առկայությունը ստվեր չի գցի Երևան հանդեսի վրա, որի խմբագրական խորհրդում հանրահայտ գիտնականներ են։ Ոչ, որովհետև ի վերջո մենք մարդ ենք եւ մարդկային գործոնը բոլոր խնդիրների վրա իր կարևոր ազդեցությունն է գործում։ Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, ով ծանոթ է Տարոն Մարգարյանի մասին գիտական հոդվածին, դրա շուրջ ծագած աղմուկը պատահական չհամարեց։ Այնտեղ որևէ գիտական բան չկա։ Աննա Ասատրյանն իր հոդվածը հրապարակելուց մեկ ամիս անց Տարոն Մարգարյանի կողմից պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։ Անահիտ Բախշյանը կասկածներ ունի, թե պարգևատրումն ու դրան նախորդած հոդվածը փոխկապակցված են։ Եթե Աննա Ասատրյանը սա գիտական հոդված է համարում եւ Տարոն Մարգարյան դրանից շոյվում է, ուրեմն կապ կա։ Ես այն մարդը չեմ էլի, որ հոդված գրեմ, որ դիմացի ինչ-որ մի բան ստանամ։